Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք եւ գնահատական եմ տալու արդեն ներքաղաքական շատ կարևոր գործընթացին, որը վերաբերվում է հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Ես բազում անգամ խոսել եմ եւ քննարկել եմ ձեր հետ միասին նաեւ տարբեր եթերներում եւ հարցազրույցներում հայ հեղափոխական դաշնակցության KGB-ի վերահսկողության տակ գտնվելու փաստը։ Ես հիշում եմ, որ 2025, այսինքն այս տարվա ավարտվող տարվա ապրիլ ամսին ես քննադատեցի Հայաստանի իշխանություններին նրա համար, որ պատշաճ քայլեր չէին անում եկեղեցին հայ հեղափոխական դաշնակցությունը պետական տնտեսական համակարգը, ռազմավարական օբյեկտները ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ուղղությունով բավարար քայլերի համար չկատարելու համար, բայց ես նաև հիմա ամփոփելով տարին դրական եմ գնահատում շատ այն քայլերը, որը իշխանությունները կայացրեցին առաջի հերթին եկեղեցին KGB-ի ազդեցությունից ազատագրելու գործընթացում, այսինքն Կտրիչ Ներսյանի իր փոքրիկ խմբակից ազատագրելու գործընթացը։ Այստեղ պետք է նշեմ նաև, որ սա չի նշանակում, որ բոլորը, ով որ հիմա Կտրիչ Ներսիսյանի դեմ պայքարի մեջ են, միանգամից այստեղ մտել, գուցե այն 10 եպիսկոպոսներից էլ նկատի ունեմ, միանգամից ազատ են այսպես KGB-ի համակարգից եւ իրականում անկեղծ դարել են այս KGB-ի համակարգի դեմ։ Դա այդպես չէ, մենք դա շատ լավ գիտենք եւ դա ուրիշ թեմա է, դրա մասին ուրիշ անգամ կշարունակելու ենք։ Ուստի խնդրում եմ բոլորդ շատ լավ ընկալեք, որ իրավիճակը այսպես սև ու սպիտակ չի միայն, մի քիչ ավելի բարդ է իրավիճակը։ Միջև անցնելը բուն հիմա քննարկումին ես կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ կիսվեք այս վերլուծությունով, բաժանորդագրվեք նաեւ։ Վերաբերվում է մեր վերլուծությունը հիմա կոնկրետ հայ հեղափոխական դաշնակցությունին։ Հարգելի հայրենակիցներ, այս կառույցը շարունակում է հակապետական իր գործունեությունը։ Հիշեցնեմ, որ անցած տարվա ընթացքում, այս տարվա, բացի նրանից, որ հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ղեկավարը ասել է, որ Հայաստանին պետք է նոր հոկտեմբերի 27, եւ դրա համար կարծես որևէ պատիժ չի եղել, եւ ես հարց ունեմ Հայաստանի իշխանություններին, ոնց է այդպես տեղի ունենում, որ նոր հոկտեմբերի 27-ի սպառնալիք հնչեցնողները խնդիր չունեն։ Ես չեմ հասկանում դա, որովհետև հոկտեմբերի 27-ը մեծագույն պետական հանցագործություն էր, հակապետական, ոնց կարելի է ասել, որ դու կողմնակից ես, որ դա նորից տեղի ունենա եւ պատասխանատվություն չկրես։ Բացի դրանից, այս տարվա ընթացքում հիշեցնեմ, որ տեղի է ունեցել եւ այս դեպքում պատիժ կա, ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված են ոչ միայն քաղաքացի Բագրատ Գալստանյանը, այլ նաեւ հիշեցնեմ, որ իր հետ միասին դաշնակցական մի շարք մարդիկ, ով այդ ահաբեկչության փորձի մեջ, այսինքն հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ ներգրաված էին ակտիվորեն, որովհետեւ այնինչ քննարկվում էր այդտեղ Հայաստանի ռազմաքաղաքական կամ մեծ մասամբ քաղաքական իշխանության սպանության հարցը, դա հոկտեմբերի 27 է, բա ինչ է ելել հոկտեմբերի 27, բայց սրանով չի բավարարվում այս ամենը։ Հարգելի հայրենակիցներ, հիմա երբ մենք ձեր հետ միասին ակտիվ քննարկում ենք այս օրերի ընթացքում, որ Իսրայելի հետ հնարավորություն կա հարաբերությունները բարելավել։ Դրա զուգահեռ մենք տեսնում ենք քայլեր, հա, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը գնաց Իսրայել, հանդիպումներ ունեցավ։ Զուգահեռ դրա Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը այցելեց Իսրայել։ Իսրայելից տարբեր պատվիրակություններ են մեկ-մեկ գալի Հայաստան։ Վերջերս տնտեսության նախարարը հանդիպել է Իսրայելից պատվիրակության եւ դեսպանի հետ։ Քննարկումներ են այս թեմայով, թե ինչպես բարելավենք հարաբերությունները։ Հա, ինչ ֆոնին են դա տեղի ունենում։ Դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների հետ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագիրը ստորագրելու զուգահեռ, որը մեզ դարձրեց Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, եւ դրա ուղղությամբ մենք փաստացի մոտեցանք Իսրայելի հետ, որովհետեւ Իսրայելը Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցն է տարածաշրջանում, ամենամոտը մեզ նաեւ ֆիզիկապես, ուստի տրամաբանական է, որ մենք ուզում ենք Իսրայելի հետ եւ Իսրայելն էլ է ուզում եւ Միացյալ Նահանգներն էլ է ուզում, որ ունենանք նորմալ կայուն հարաբերություններ բարելավված։
Բացի դրանից, մենք օրերս ձեր հետ խոսում ենք, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները սրվում են, եւ Ադրբեջանը այստեղ ում կողմը կկայնի, դա շատ մեծ հարց է, Թուրքիայի թե Իսրայելի, որովհետեւ շատ բարդ իրավիճակում է դավաճանել Իսրայելին, այդպեսի հեշտ բան չէ, որ Իլհամ Ալիևը վերցնի եւ այսպես հեշտ դավաճանի Իսրայելին, բայց ոչ էլ Էրդողանին կարող է դավաճանել իր մեծ եղբորը։ Բարդ իրավիճակ է ստեղծել Ալիևի համար, այդ թվում, որ Ադրբեջանը չգիտի Ղազակ ուղարկի թե չէ իր զորքերը, որովհետև այդտեղ խաղաղապահ զորքերի մասին է խոսքը եւ Իսրայելը մտածում է, որ կարող է դա Ադրբեջանը անի, բայց Ադրբեջանը վախենում է այդպիսի քայլ անել, որովհետև եթե այդտեղ գնա, հետո ինչ որ պահին կարող է էլի հայտնվի այդ իրավիճակում Թուրքիա թե Իսրայել, Թուրքիա թե Իսրայել, որից ընտրես, որի ոչ թե որը ընտրես եւ մյուսի հետ լավ հարաբերություն ունես, որի հետ մտնես առճակատման մեջ, որովհետեւ չի ստացվում երկուսի հետ էլ առճակատում։ Հիշեցնեմ, որ Սոկարի դեմ հարվածներ եւ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայում հասարակ քաղաքացիների կողմից, որովհետեւ ասում են, որ դուք Իսրայելի հետ եք համագործակցում, նավթ եք, բենզին եք իրաց մատակարարում, Ղազայում շակերտներում ցեղասպանության զուգահեռ եւ այլն։ Ուստի այդ ամեն ինչը շատ կարեւոր փաստարկներ են եւ սրա զուգահեռ, երբ մենք հիմա հատկապես օրերս ձեր հետ քննարկում ենք, հա, հարգելի հայրենակիցներ, Իսրայել, Կվիպրոս եւ հա Կիպրոս, Կվիպրոս եմ ասում, վրացերեն է Կվիպրոս եւ մեկ շփոթում եմ վրացերեն, հայերենը, որը երկուսն էլ շատ եմ օգտագործում, նույնիսկ վրացերենը ապրելով Վրաստանում գիտեք, որ ավելի շատ եմ օգտագործում բնականորեն, այդ պատճառն է, բայց փորձեմ ուշադիր լինեմ ավելի Կիպրոսի եւ Հունաստանի դեպքում դաշինք է ձևավորվում, որը ակնհայտորեն Էրդողանի դեմ է, Պատ Էրդողանի դեմ է կոչվում եւ շատ ոչ ֆորմալ եւ շատ տեղեկատվություններ կա, ինչ քայլեր են արվելու եւ ձեր հետ միասին մենք օրերս մանրամասն դա քննարկում ենք եւ քննարկեցինք եւ չեմ պատրաստվում հիմա այս քննարկումը նաեւ դրա ուղղությամբ զարգացնեմ, չեմ տեսնում դրա մեջ նպատակը, բայց ամենակարևոր հարցը նրանում է, որ պետք է արձանագրել, որ այս իրավիճակում մեր մոտեցումը Իսրայելի հետ կարևոր է։ Եվս մեկ անգամ ես ասել եմ իմ եթերներում, դա չի նշանակում, որ մենք այդ եռակողմ դաշինքին պետք է միանանք, որովհետև չենք կարող միանալ, ինքը արևելյան միջերկրական ծովի դաշինք է, բայց մենք այդ դաշինքում արդեն երկու շատ մտերիմ գործընկեր ունենք, դաշնակից նույնիսկ Հունաստանը եւ Կիպրոսը, որոնց հետ մենք ունենք ռազմական հարաբերություններ նաեւ եւ դրա հետևից մենք ուշադիր հետևել ենք, կլինի դա հատուկ ջոկատայինների, կլինի բանակի միջև հարաբերություններ եւ այլն։ Հիմա շատ կարևորը ինչն է, որ մենք ունենք հնարավորություն Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները, այդ թվում հասնել նրան, որ Իսրայելից գուցե զենք գնենք, գուցե հակա ԱԹՍ-ների զենք գնենք, գուցե հակա օդային պաշտպանության զենք գնենք, ռադիոէլեկտրոնային պայքարի զենք գնենք, կամ ինչ որ ԱԹՍ-ներ գնենք, որը կարա լինի մեր պաշտպանության համար, պետության եւ այլն։ Հազար հարց կա, որը պաշտպանության նախարարության ուրեմն ներկայացուցիչները կարող են բացահայտ դրա մասին աշխատել, խոսել եւ քննարկել, որովհետեւ ռազմական տեխնիկական նրբություններ կա այդտեղ, բայց ես պետք է արձանագրեմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը այս ժամանակահատվածում շարունակում է իր հակապետական եւ հակաազգային գործողությունը, ես այսպես եմ գնահատում, եւ ես ասում եմ, որ սա KGB-ի հրամանն է, եւ մենք տեսնում ենք, հա, Կտրիչ Ներսյանին ինչպես է հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտպանում, գիտենալով մենք բոլորս գիտենք Կտրիչ Ներսյանը KGB-ի գործակալ է, իր եղբայրը եզրացնել նաեւ, ինչպես է դա տեղի ունենում, դա տեղի է ունենում նրանով, որ հայ հեղափոխական դաշնակցությունը գտնվում է KGB-ի վերահսկողության տակ։ Եվ ինչ են հիմա արել կոնկրետ։ Տեսեք, հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի բյուրոն, որը հայտնի է ինչպես Armenian National Committee of America կամ Հայդատ, Վաշինգտոնի գրասենյակ, գրում է հոդված է հրապարակում Ջերուսալեմ Պոստի, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, եւ Ջերուսալեմ Պոստի այդ հոդվածը հրեական պարբերականի այսպես է անվանվում. Իսրայելը ուրեմն իր կապերը Հայաստանի հետ ջերմացնում է։ Հիմա հարգելի հայրենակիցներ, հիանալի վերնագիր է եւ հիանալի հոդված է, որ մենք վերջապես սկսում ենք իրար մոտենալ։
Եվ դա կնվազեցնի մեր հանդեպ սպառնալիքները, չհասկացանք Թուրքիայի, Ադրբեջանի հետ, եթե փորձում ենք հարաբերությունները բարելավել, Իսրայելի հետ ինչի չպետք է բարելավենք, ով որ կարող է Ադրբեջանի հետ մոտ է, բայց Թուրքիայի հետ ոչ այդքան եւ կարելի ասել հակամարտության մեջ է։ Ադրբեջանի հետ էլ մոտ է, որովհետեւ Ադրբեջանն է քայլեր այդ ուղղությունով արել։ Մենք առհասարակ երբ պետք է ազգովի դուրս գանք իրավիճակից, որ համարենք, որ մեզ բոլորը պարտք են, որ մենք ճշմարտության ուղղությունով ենք այսպես կանգնած եւ բոլորը պետքա հաշվի առնեն, որ մենք սենց ճշմարիտ ենք եւ դրա պատճառով մեզ աջակցեն, կամ այսպիսի մոտեցումով, որ ուրեմն Ադրբեջանը, որ համագործակցում է Իսրայելի դեմ, դա ուրեմն մեր դեմ է, որովհետեւ մենք ճշմարտության ուղղությունով ենք եւ Իսրայելը պետք է մեզ ուղղակի աջակցի, որովհետեւ ինչ, որովհետեւ մենք մեզ ճիշտ ենք համարում, կամ մենք ճիշտ ենք, այդ է պատճառը, ով է ասել, որ քաղաքականությունը այդպես է աշխատում, որ ճշմարտության ուղղությունով են քայլեր արվում արտաքին քաղաքականության մեջ, շահերի ուղղությունով։ Մենք նրա փոխարեն, որ աշխատենք Իսրայելի հետ, նստել ենք այսպես ազգովի երկար տարիները, հատկապես նախկին իշխանության ժամանակ, եւ ասում ենք դե Իսրայելը մեղավոր է, որովհետեւ մենք ճիշտ ենք, իրանք էլ մեր հետ չեն համագործակցում, մեր դեմ են, ուստի իրանք չարիք են, այսպես։ Մենք այդպես գնահատում ենք, վերջ։ Իրանք պետքա գան, մեզ խնդրեն, որ մեր դեմ հանգարց քայլեր չանեն, որովհետև մենք ճիշտ ենք։ Դա անհասկանալի մոտեցում է, առհասարակ, խնդրում եմ բոլորիս, որ փոխենք այսպիսի մտածելակերպը, մեզ ոչ մեկ պարտք չէ։ Եվ ոչ մեկ այդ պարտքի մեջ նաև պարտք չէ մեզ, որ մեզ ճշմարիտ համարի, կամ մեր ճշմարտությունը նույնիսկ աջակցի։ Չկա այդպիսի բան։ Այդպես չի գործում այս աշխարհը, ցավոք, այդպես չէ։ Ուշքի գանք, հերիք է եւ հասկանանք, որ այդպես չէ։ Հիմա այդ հոդվածը ուրեմն կիսվում է հայդատը, ինչպես ասացի, Վաշինգտոնում եւ գրում է. երկու ճշմարտություն կա, ճշմարտություն ուղղությունով լոբիստական խումբը, որը գիտի, որ այդտեղ հենց լոբիստական նրբությունների մասին է խոսքը միշտ, ճշմարտության թեզ է բերում, հա։ Իսրայելը մեղավոր է Ադրբեջանի կողմից 2023 թվականի Արցախի, ճակերտներում Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների ցեղասպանության մեջ։ Ես շատ կոպիտ հիմա գնահատական կտամ սրան, որովհետև մենք պետքա ուշքի գանք բոլորս, եթե որևէ մեկը մինչև հիմա ուշքի չի եկել։ Որ Իսրայելը Ադրբեջանի գործողությունների համար մեղավորություն չունի։ Ոչ միայն Իսրայելը, որևէ մեկը չունի։ Զենք մատակարարելը 21-րդ դարում քեզ մեղավոր չի դարձնում։ Եթե այդպես է, ուրեմն հայդատը 20 անգամ ավելի հաճախ, 20 անգամ, որովհետև Իսրայելը մատակարարել է 5% Ադրբեջանի զենք, իսկ Ռուսաստանը 80% Ադրբեջանի զենք, որը կիրառվել է մեր դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Պետք է հայդատը 20 անգամ ավելի հաճախ ասի, որ Ռուսաստանը մեղավոր է հայերի ճակերտներում ցեղասպանության մեջ, հայ քրիստոնյաների։ Չի ասում։ Մեկ անգամ Ռուսաստանի դեմ ոչ մի բան չեն ասել, բայց Իսրայելը ինչով է մեղավոր, որ զենք է մատակարարել, բայց Ռուսաստանը 20 անգամ ավելի շատ է մատակարարել։ Ինչով ես դու գնահատում դա։ Ոնց ես գնահատում, զուտ նրա համար, որ հակաիսրայելական հայտարարություն անես եւ հակառուսական չանես, որտեվ KGB-ի գործակալներ եք եւ միշտ փորձել եք մեր եւ Իսրայելի մեջ հակամարտություն եւ խնդիրներ ստեղծել, որովհետև գիտեք, որ մեր մոտեցումը Իսրայելի հետ նաև մոտեցում է Միացյալ Նահանգների հետ, գիտեք, որ Իսրայելի լոբին եւ ազդեցությունը աշխարհում ամենահզորն է եւ մեզ երկրորդ ամենահզոր սփյուռքը եւ լոբին ունեցող ազգը արճակատման մեջ եք մտցնում Իսրայելի հրեական լոբիի մեջ, կագեբեշնիկներ Մոսկվայից, ուղղակի նրա փոխարեն, որ հակառակը մենք Իսրայելի հետ պայմանավորվենք, մենք հրեաների հետ պայմանավորվենք, հրեաների հետ աշխատենք, զուտ որովհետև դժգոհ ենք հրեաներից։ Սենց նստում ենք եւ ասում ենք, մենք դժգոհ ենք։ Դուք այնպես չեք պահում ձեզ, ինչպես մենք ուզում ենք, որ դուք ձեզ պահեք։ Ով է Իրանը նենց պահում, ոնց որ մենք ենք ուզում Իրան որ պահի։ Մի հատ ինձ մարդ ազգ ցույց տվեք, որը հայերը որ ուզում են այդպես են իրանց պահում։ Չկա այդպիսի բան։ Հերիք է դուրս գանք այդ պատկերացումներից անհասկանալի։ Բացի դրանից,
քրիստոնյա հայերի։ Ուրեմն հայ հեղափոխական դաշնակցությունը փորձում է այս հակամարտությունը դարձնել կրոնական։ Սա մեծագույն սպառնալիք է մեր համար, որովհետև մուսուլմանական եւ քրիստոնեական առճակատումը բերել այստեղ այն իրավիճակում, երբ մենք հնագույն քրիստոնեական ժողովուրդ ենք, մեզ դարձնում է թիրախ։ Հիշեցնեմ, որ ոչ թե քրիստոնյաներ են հարձակվում մուսուլմանների վրա, այլ մուսուլմաններն են հարձակվում քրիստոնյաների վրա ջիհադի այդ պատկերացումների ուղղությունով։ Մեզ դնել քրիստոնյա մուսուլման առճակատման մեջ, դա հակահայկական ամենամեծ քայլն է, որովհետև դա նշանակում է մեզ դարձնել թիրախ թուրքերի ձեռքում եւ իրանց գաղափարախոսության մեջ թիրախ դարձնել մեզ, մուսուլմաններին միավորել մեր դեմ։ Այս դեպքում մենք միայն Ադրբեջանի հետ ունենք խնդիրը, ուրիշ մուսուլմանների, ուրիշ թյուրքերի հետ նույնիսկ չունենք խնդիրը։ Բերում են խնդիրը դարձնում են իսլամական եւ քրիստոնեական, որ Ռուսաստանի պատվերով մեզ օգտագործեն ինչպես թիրախ, ինչպես քրիստոնեական այսպիսի պլացդարմ եւ ֆորպոստ մուսուլմանների դեմ կամ մուսուլմանները, որ մեզ են հարվածում եւ հարձակվում, այդ տրամաբանությունից առհասարակ դուրս գալը պետք։ Բացի դրանից, եւս մեկ անգամ, ցեղասպանություն բառն են օգտագործում։ Հիմա մարդիկ կասեն, բա տեղի է ունեցել ցեղասպանություն։ Հարգելի հայրենակիցներ, ես միջազգային իրավունքի մասնագետ եմ եւ ձեզ պետք է ուղիղ ասեմ, ասելով, որ Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն, մենք արժեզրկում ենք իրական ցեղասպանությունը, որը մեր ազգի դեմ տեղի է ունեցել 1915-23 թվականների ընթացքում, եւ իմ նախնիները նաեւ փրկված են այդ ցեղասպանությունից, Կարսից են, եւ ես կարելի ասել նաեւ անմիջապես իմ անցյալը հայոց ցեղասպանության հետ կապ ունի։ Չի կարելի ասել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը եւ հայերի հայաթափումը իրանց բնիկ բնակչության այդ մեր պատմական հայրենիքի տարածքից, դա ցեղասպանություն է։ Չի կարելի դա ասել, որովհետև ցեղասպանություն կլիներ ինչը, եթե 120,000 մարդուց մեծ մասը, եւ դա 60,000-ից ավել է նշանակում, այսինքն մեծամասնությունը սպանեին թուրքերը, ադրբեջանցիք, ինչպես արեցին մեր պատմական հայրենիքում, հայկական լեռնաշխարհում, որտեղ որ 1,5 միլիոն հայ են սպանել, մեծ մասը մեր բնակչության։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, որովհետև եթե տեղի ունենար ցեղասպանություն, եթե մեր քույրերին եւ եղբայրներին Լեռնային Ղարաբաղից նույնիսկ փաստացի զենքի, պատերազմի, այդ ամեն արհավիրքի իրավիճակում, բայց տվեցին հնարավորություն, որ դուրս գան Հայաստան, այլ ոչ թե սպանեցին ճանապարհին հազարավոր եւ տասնյակ հազարավոր մեր քույրեր եւ եղբայրներ, դա կոչել ցեղասպանություն, դա ուղղակի այն որ անեին ինչ էիք ասելու, էլի ցեղասպանություն էիք ասելու, սա ուղղակի անթույլատրելի բան է։ Իրանք էլ այս մարդիկ գիտեն սրա մասին, որ ասեն, որ իրանք կրթված չեն, տգետ են եւ չգիտեն, կասեն լավ, չգիտեն, բայց գիտեն, հայկական ամենահզոր լոբիստական կառույցի մասին է խոսքը։ Ուրեմն առաջի այդ նախադասությունում հակապետական, հակահայկական, դավաճանական Իսրայել-Հայաստանի հարաբերությունների մեջ ուրեմն առճակատում մտցնելու փորձ է արվում։ Հիմա երկրորդը, նաև Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցը, որը ցեղասպանություն է կազմակերպել, տեսեք, նորից չպետք է որևէ գործ ունենա Ղազայում ինչպես խաղաղապահ։ Հայ հեղափոխական դաշնակցությունը աջակցում է Ղազային, այսինքն Համասին։ Ղազայում Համասն է իշխանությունում։ Իսկ Համասը Թուրքիայի պրոքսին է, Թուրքիայի կողմից կառավարվող տերորիստական խմբավորում։ Իդեմս նշեմ, 2 օր առաջ Անկարայում Հական Ֆիդանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եւ նախկին հետախուզության պետը հանդիպել է Համասի ղեկավարության հետ, որոնք Ղազայի իշխանությունն են։ Հայ հեղափոխական դաշնակցությունը աջակցում է Համասին եւ Համասի քաղաքականությանը Ղազայի դեպքում, աջակցելով Թուրքիային,
միևնույն ժամանակ Իսրայելի եւ Հայաստանի մոտեցման դեմ է։ Սա KGB-ի գործընթաց է, սա KGB-ի հրաման է մեր պետության դեմ եւ մեր պետական շահերի դեմ։ Ուստի սա առաջի իրանց ճշտամական գործն է։ Երկրորդը, որի մասին ես պետք է նաեւ խոսեմ մանրամասն, սա վերաբերվում է օրերս հայ հեղափոխական դաշնակցությանը պատկանող Հայդատի, Բրյուսելի, Եվրոպական միության բյուրոյի կողմից հայտարարությանը, որը իրանք Twitter-ում, X-ում տարածել են, որտեղ որ գրված է. վարչապետ Փաշինյանը հիմա Մոսկվայում է եւ մասնակցում է ԱՊՀ գագաթնաժողովին եւ մեկ անգամ եւս հանդիպում է Ռուսաստանի առաջնորդների հետ, որոնք վերջերս ուրեմն ավելացրել են իրանց սպառնալիքները Եվրոպական միության դեմ։ Հիմա ով է պրոքսի, Կայա Կալաս, Մարտակոս, հարց, տեսեք, փաստորեն, հայ հեղափոխական դաշնակցությունը, որը ներսում ասում է, որ Արցախում ռուսները իրանց պարտականությունները չկատարեցին, որովհետև Հայաստանը ռուսների հետ հարաբերությունները խզել է, իբրև, որոնք ասում են, որ մենք պետք է Ռուսաստանի հետ դաշինքում լինենք, Իրանի հետ էլ դաշինքում, արևմուտքի դեմ, ասում է Եվրոպական միությունում, որ Հայաստանը, Ռուսաստանի, Փաշինյանը այդ թվում, Ռուսաստանի պրոքսին է Եվրոպական միության դեմ, դուք ով եք, դուք առհասարակ ինչ եք անում, ուրեմն այստեղ Ռուսաստանի շահերն եք կատարում այս ուղղությամբ, նույն դուք Բրյուսելում Ռուսաստանի շահերը, հակահայկական շահերն եք տրամադրում, մյուս ուղղությամբ, իբրև մենք Եվրոպական միության դեմ ենք, այստեղ քննադատում եք, մենք Եվրոպական միության մոտենում ենք, այնտեղ քննադատում եք, որ Ռուսաստանի հետ կապերը անմիջապես չենք խզե, այստեղ Հայաստանում քննադատում եք, որ դուք Ռուսաստանի հետ կապերը խզել եք, Բրյուսելում քննադատում եք, որ դուք Ռուսաստանի հետ կապերը չեք խզե, դուք ով եք, ասեմ դուք ով եք, դուք KGB-ի գործակալներ եք, եւ ես պահանջում եմ եւ այս հարցը պետք է հանրային օրակարգում դրվի, ես նոր խոսեցի Վաշինգտոնի եւ Բրյուսելի բյուրոների հարցը եւ հայ դատի առհասարակ հարցը եւ հայ հեղափոխական դաշնակցության հարցը։ Հիմա հարց եմ ուղում Հայաստանի իշխանություններին։ Առաջինը հոկտեմբերի 27 աջակցող նոր հոկտեմբերի 27 կազմակերպիչների ցանկություն ունեցող քաղաքական ուժը ինչպես կարող է քաղաքական ուժ մնալ, ինչպես կարող է ընտրություններում մասնակցել։ Հարց համար 1, հարց համար 2, քննարկեք Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ հայդատի այս գրասենյակների փակելը եւ իրանց փոխարեն նորմալ ձևավորենք այնտեղ հայկական համայնքային եւ լոբիստական կառույցներ։ Մենք գործ ունենք ցանցի հետ, հայ հեղափոխական դաշնակցության, որը թշնամական մոտեցումներ ունի հայ ազգի, հայկական պետության հանդեպ, կատարում է KGB-ի գործակալները, ուրեմն KGB-ից հայ հեղափոխական դաշնակցությունը կամ պետք է ազատագրենք, կամ պետք է արգելենք, ուրիշ տարբերակ չկա եւ եկեղեցու ազատագրելու զուգահեռ գործընթացները, որը Կտրիչ Ներսիսյանից մեր եկեղեցին ազատագրելու մասին են, ազդեցությունից անպայման պետք է զուգահեռ տեղի ունենա գործողություններ, որոնք վերաբերվում են հայ հեղափոխական դաշնակցությունը կամ KGB-ի ազդեցությունից ազատագրել, կամ արգելել եւ փոխարինել։ Հարգելի իշխանություն, հարգելի հայություն, չի կարելի թույլ տալ, որ մենք ունենալով առհասարակ 3 բան, Սփյուռքը, հայկական պետությունը, Սփյուռքը, ինչպես քաղաքական գործիք եւ հնարավորություն եւ եկեղեցին ինչպես նաեւ կառույց ներհայաստանյան եւ Սփյուռքի, որ այդ երեքում էլ հիմա պետության ուղղությունով ունենք դրական փոփոխություններ, բայց այն մնացած երկուսում եկեղեցում եւ Սփյուռքում, այսինքն հայդատ հեղափոխական դաշնակցությունում, որովհետեւ Սփյուռքում գլխավոր ուժը իրանք են, KGB-ի վերահսկողություն լինի։ Բա մենք
Այդքան էլ ռեսուրս չունենք, մենք փոքր ազգ ենք, փոքր հնարավորություններ ունենք, մեզ փորձում են զրկել մեր հնարավորություններից, այս ուժերը պետք է Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի պետության շահերը անցկացնեն, այլ ոչ թե Հայաստանի պետության եւ իշխանությունների շահերի դեմ գործեն, ինչպես եկեղեցին, այդպես էլ Հայ դատի եւ Սփյուռքի այդ բոլոր գրասենյակները։ Դա շատ պարզ է։ Բացի դրանից, այս կագեբեշնիկները փորձում են մեր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հարաբերությունները խառնել, խնդիրներ ստեղծել։ Եվ մենք դա չպետք է թույլ տանք։ Հատկապես այն իրավիճակում, որը հիմա կա։ Հատկապես այս ունիկալ հնարավորությունը, որը ձևավորվել է, ես իրանց ակտիվությունը Իսրայելի դեմ կապում եմ նրան, որ իրա հիմա սարսափում են Մոսկվայում, տեսնելով, որ մենք վերջապես Իսրայելի եւ Վաշինգտոնի հետ կարողանալու ենք, Վաշինգտոնի եւ Երուսաղեմի հետ կարողանալու ենք հարաբերությունները մոտեցնել, սարսափում են Մոսկվայում կագեբեշնիկները եւ իրանց կագեբեշնիկ դաշնակներին հանձնարարություն են տվել։ Հայ ազգը սա գիտի, Հայ ազգը ես տեսնում եմ մեկնաբանություններում, որ դուք հիանալիսը հասկանում եք, հայ ազգը սա գիտի եւ մենք պետք է քայլեր բոլորս անենք, որ սա թույլ չտանք եւ այս հարցերը վերջապես լուծենք։ Սա շատ կարեւոր մասը մեր գործունեության, ուստի այս ուղղությամբ պետք է պատշաճ ուշադրություն եւ աշխատանք լինի։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս կոչ եմ անում լայքեք այս վերլուծությունը, տարածեք, գրեք մեկնաբանությունները, կարեւոր է մեր ալիքի զարգացման համար, կհանդիպենք ցտեսություն։